Բարև ձեզ, սովորաբար շաբաթվա վերջում եմ ամփոփում անում, բայց այնքան իրադարձություններ են տեղի ունենում եւ կարծում եմ, որ տեղի կունենան մինչեւ շաբաթվա վերջ, որ ավելի լավ է այս 2-3 օրվա մեջ կատարվածը փորձեմ կարճ կերպով վերլուծել, բնականաբար ամենաառաջինը Ծառուկյանից վրեժ լուծելն էր, իսկ դա վրեժ լուծել է, դա արդարադատության հետ որևէ կապ, որևէ առնչություն չունի, ինչպես նաև, այսպես ասած, սցենարներ ներկայացնել է, ինչպիսի ձևերով է նա գնալու ընդդիմության հետևից, իսկ նա գնալու է, սա շղթայական ռեակցիա է, միայն պարոն Ծառուկյանի հետևից չի գնալու, եւ միայն պարոն Ծառուկյանի համար շատ հարազատ երևույթների հետևից չի գնալու, այսինքն այս կենդանիներին այս ձևով բերման ենթարկելը հատուկ այնպիսի ձևով, որպեսի անպայման առյուծին սպանի, սա նա կրկնելու է մյուսների հանդեպ եւս եւ ըստ այդմ ես խորհուրդ եմ տալիս, այո, հենց խորհուրդ եմ տալիս, որովհետեւ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այս 8 տարվա ընթացքում բոլոր առումներով ճիշտ գնահատականներ տված իրադարձություններին եւ իմ փորձը եւ այն ամենը ինչի մեջով ես եւ իմ ընտանիքը անցնում ենք, ինձ թույլ է տալիս խորհուրդ էլ տալ, તો պետք եղած դեպքում ընդդիմության ականջն էլ վերցնել ու քաշել ու հասկացնել, որ առանց ժողովրդական պայքարի, առանց փողոցային պայքարի այս ամբողջ ընթացքում, որ պետք է հունիսի 7-ից մտներ որոշակի հունի մեջ, դառնար ալիք, դառնար ուղղակի այսպես ամենահուժկու գործոնը, որ այդ տխմարը նման ապուշություններով չզբաղվեր, դա քաղաքական ուղղակի ամենակարևոր խաղաթուղթը կլիներ ձեր ձեռքում։ Այնպես որ ես չեմ զլանալու սա հիշեցնել։ Նորից եւ նորից եւ նորից եւ նորից։ Ես չեմ զլանալու սա հիշեցնել։ Չի կարելի ճակատագրական պահերին թույլ տալ այսքան մասշտաբային սխալներ, որովհետեւ մեր ընդդիմությանը, մեր բոլորիս ձայների առավելությունը ստացած ընդդիմությանը, երբ որ փռում են գետնին, միայն Ծառուկյանին չեն փռում գետնին, փռում են գետնին նրան ձայն տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սա ազդակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ պլանավորվող ցեղասպանությունը թուրքերի կողմից, ահա այս ձևով իրականացվելու է, որ նրա դաստակի չափ ձեռնաշղթաներ չունեք, որ մի 2-3 հոգի անվտանգության իբրև թե աշխատող չեն կարողանում միայնակ այդ մարդուն իբրև թե գետնին նետել, այդ մարդը, որը ոչ մի դիմադրության նշան ցույց չի տալիս, եթե չեմ սխալվում 70 տարեկանը, եւ իրան այդպես գետին են փռում, մեր բոլորի համար են դա անում։ Իր կենդանիներին այդպես տանում են սատկացնելու, իսկ ինքը դա է ուզում անի, որովհետև ինքը գիտի, որ հա իրան եթե մեր երազած իր սատկելու ձևերից մեկը դա առյուծի վանդակում, առյուծի կողմից հոշոտվելն է։ Հա Նիկոլ, այդ քո համար նորություն է։ Դու էլ այդ անասուն կնիկդ էլ կողքդ։ Շատ հաճելի կլիներ այդ էգ եւ արու առյուծներ, ձեր մաման են բանից անեն, բայց ասում մեր ազգը տարատեսակ ձևեր ունի, որ պատկերացնում է, ձեր սատկել է, որովհետև դու գիտես չէ, որ դու դավաճան ես։ Ես գիտեմ, որ դու դավաճան ես, ես չեմ հասկանում ընդդիմությանն է, որը ձև է տալիս, որ չգիտի դու դավաճան ես, ինքը ամեն անգամ նոր է բացահայտում, այս անգամ էլ, ինչպես նվարվեց Ծառուկյանի հետ, դա ցույց է տալիս, որ նա չի հարգում դա դատաստան արդարադատություն։ Տղա ջան, նոր ես արթնացա, թե ամնեզիա ունես։ Այս 8 տարի է, դա երկրաչափական պրոգրեսիայով ընթացող պրոցես է, ինչքան իր ձեռքը բռնող չկա, 2, 3, 4 անգամ ավելի ուժգին է նրա հաջորդող հարվածը, որովհետև նրա ձեռքով հարվածում է Թուրքիան այդպիսի օրինաչափությամբ է գործում արդեն քանի դար շարունակ։ Հայերից եւ հույներից զավթած հողատարածքները եւ այդ հայերից եւ հույներից զավթած հարստության հաշվին երկրի տերուտիրակալ դարձածը քեզ ապացույց, որ հիմա էլ առոք-փառոք հայի առանձնատանը որպես նախագահական առանձնատուն դիմավորում է օտար երկրների աշխարհի ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին։ Մենք գտնվենք սքի մեջ, թուրքը գտնվի ուրախության մեջ, ու թուրքը հենց այդ օրերին ոչ միայն սրա Ռուսաստան գնալու այցով է, իսկ Հայաստանին են այս ազդակը ուղարկում։ Եվ ես գրել էի, որ Ծառուկյանին անցել են, որովհետև հետո անցնելու են եկեղեցուն։ Ձեզ բոլորիդ են այսպես անելու։
Ուժեղ Հայաստան դաշինք, դրա համար այս պահի դրությամբ ես չեմ հասկանում ինչ ենք մենք առհասարակ մանդատներից խոսում, կամ ինչու է առհասարակ ընդդիմադիր հանրությունը բաժանվում խմբերի, նաև ընդդիմադիր այս նշածս ուժերի ֆինանսավորմամբ աշխատող տարօրինակ, ես լրագրողներ իրենց չեմ անվանի, նիկոլական գրասենյակներ են, ինչ որ օրաթերթ են, ինչ որ խմբագիր են, բայց մենք գիտենք, որ նիկոլներ են, գումար են ստացել, որ նստեն ու հարցակվեն ժողովրդի վրա, ով որ ձայն է տվել իրենց վարձատրող ընդդիմադիր քաղաքական գործի, ընդ որում այս իմ նշած դեպքերում հստակ տվյալ ճակերտավոր լրատվամիջոցի ճակերտավոր խմբագիրը գումարներ ստանում է թե ԿՊ-ից, թե գրզոյից, թե ընդդիմադիր ուժերից։ Բարդելա էլի, տենց բորդելային մոտեցում է լրագրողական աշխատանքին։ Իրենց գումար են տվել, որ սրանք գրեն, որ քանի որ իրենք փողոցային պայքարի եւ այլնի առիթը բաց են թողել, հիմա հնարավորություն չունեն եւ այլն, որ իրենց մանդատ վերցնելու առաքելության մասին, ով որ կասի, որ դեմ են մանդատին եւ այլն, ժողովուրդը երբ որ քննարկում է, զանգում է իրենց հարցերը տալիս, ասում է լավ մանդատ վերցնես, ինչ ես անելու, մանդատ չվերցնես, ինչ ես անելու, չէ, թեման քշեն մանդատ վերցնել, չվերցնելու դաշտ ու հարցակվեն քաղաքացիների վրա։ Նարեկ Կարապետյան հերիքա վիդեոներ անես, որտեղ քեզ ձայն տվածներին, որ քեզ չեն տվել, Սամվել Կարապետյանին են տվել ու իր սիրուն աչքերի համար չեն տվել կամ որ բարերար է, այլ որովհետև ուզում են հայրենիքը ազատագրել անասունից, հասկանում ես։ Ես չգիտեմ դուք ինչի համար եք մտածում, որ մարդիկ ձեզ ձեն են տվել, բայց ես քեզ ասում եմ, մարդիկ սրա համար են ձեն տվել։ Այդ չափանիշով էլ սպասումներ ունեն։ Կամ երբ որ դաշտում խոսում եք, ինչու եք հիասթափվում, մի հիասթափվեք, այդ ընդդիմությունից մի հիասթափ, արա դուք անասուն եք։ Ոնց մարդը չի հիասթափվի, իրան ասում են ես մենակ հաղթելու մասին եմ մտածում, ուրիշ բան չեմ անում, այն մեկն է ասում կտենակ, որ ես շեմը անցնելու եմ, ու ուրիշից ձենը գողանալով շեմ անցել, ու սաղ քաղաքը եսի գիտի։ Խոսքի մարդը ոնց չի հիասթափվի, դա կլինի վատ առողջ, ոչ ադեկվատ մարդ, ումին այդպիսի մասշտաբով գցում են, օրը ցերեկով։ Իր գրպանը մտնում են, իր ինչ-որ տենց ինչ-որ իրեն իր գրպանից գողանում, ինքը տեսնում է, ինքը հասկանում է, ինքը տեսնում է գողացողը վերցրեց իրը, հեռացավ դեպի, այսպես, ինչ ասեմ, հորիզոն ու ինքը պետքա ոչ մի ձայն չհանի, ինքը հանգիստ պետքա նստի, տենց ու ձայն չհանի, որովհետև դե այդ ընդդիմությանը եթե սատարել ես ձայն ես տվել, հիմա ոչինչ չպետք է ասես։ No, հենց հիմա պետք է ասվի, ընտրություններից անմիջապես հաջորդ օրը, հաջորդ րոպեին, այդ պահին, որ այդ անասունը դուրս է գալիս ընտրություն է գողանում, ու ես ասեցի ինքը դուրս է եկել, պատերազմը հայտարարում, ես հենց այդ պահին ես չեմ կնել, ես իմ որ չեմ գնացել։ Պատերազմ հայտարարելը ինչ է նշանակում։ Որ ես տեսնեմ, որ ժողովրդի ձայն ստացած գործիչներին գետնին են հերթով գցում, գործեր են վրաները կարում, տանում են բանտերն են լցնում, քաղբանտարկյալներ են լցնում հերիք չի, հիմա իբրև թե կենթանաբանական այգու վանդակներ է լցնում այդ անասունի վաստակը, հետո հայ ժողովրդին է վանդակ լցնելու, չէ, արդեն գնալով Հայաստանը նմանվում է համակենտրոնացման ճամբարի, բաց երկնքի տակ։ Թրքացման է դեպի տանում ու հաջորդ քայլը եկեղեցին է, սա հաջորդ թեման է, որին ուզում եմ անդրադառնամ, Վովանի եւ Լեքսուսի ձայնագրությունն է, խնդրեմ։ ОБСЕ, что вы тоже можете... Զանգել են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին, ասելով որ իրենք Փաշինյանն են, գլխավոր քարտուղարը թուրք է, թուրքական երկարատև լոբիստական աշխատանքի հետևանքով այնտեղ նշանակված, եւ ներկայացնում են, որ Փաշինյանը ԵԱՀԿ քարտուղարի սատարումն է խնդրում, որպեսի հեռացնի կաթողիկոսին։ Խնդրեմ։ Меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? И я думаю, что теперь у меня есть козыри в руках, и мы можем изменить религию. И все, о чем я могу вас попросить, это ваша поддержка в тех случаях, когда мы сталкиваемся с большой критикой со стороны союзников Карапетяна. Хорошо, я сделаю все возможное. Հետաքրքիր է, որ խոսում է կաթողիկոսին հանելու, կրոնափոխություն Հայաստանում բերելու մասին, հետաքրքիր է, որ այսպիսի լեզվամտածողությամբ Լեքսուսը եւ Վովանը հեռախոսազանգ են կատարել այդ անձնավորության հետ, որը թուրք է, Ֆերիդուն Սինիրլի օղլու, ու որ Ֆերիդունի համար այդքան էլ խնդիր չի, որ Հայաստանում ինչ որ մեկը
Պաշտոնապես հավատքն է փոխում երկրին։ Սա նորմալ խոսակցություն է։ Եվ այո, շատ ճիշտ դիտարկում է, որտեղ ուրիշ մարդիկ էլ են այս դիտարկումը կատարել, որ այս հարցերը ձևակերպվել են ինչ որ արդեն իսկ այս կոնտեքստում տեղի ունեցած խոսակցության եզրույթներով, այսինքն անծանոթ ոչինչ չէր հնչում այստեղ սույն թուրք պաշտոնյայի համար, ոչինչ անծանոթ չէր։ Եվ եկեղեցու դեմ հարձակում է սկսելու։ Ես այստեղ հարգելի ընդդիմադիր մանդատակիրներ, ոչ թե ինձ ձեր մանդատն է խանգարում, ես միշտ եւ հիմա էլ այն գնահատականի եմ, որ ժողովուրդ եւ ընդդիմություն միասին, միասնաբար պետք է հեռացնեն անասունին։ Եվ դա պետք է լինի բանաձև, ինչպես որ իմպիչմենտի ժամանակ, երբ որ մենք ունենք փողոց եւ մենք ունենք մանդատներ մեր ձեռքին, որոնք դա կիրականացնեն։ Եթե Հայաստան Դաշինք այսօր հայտարարություն անում մանդատ վերցնելու մասին, նշելով որ մանդատը մեր ձեռքին զենք է եւ այլն, բա ես չասեմ անցած տարի այս ժամանակ եւ դեռ մի քիչ առաջ, ինչու է զենքը չէր օգտագործում, ինչի ես մինչեւ հիմա քո վճարովի անասուններին ուղարկում, որ վճարովի անասունություններ գրեն այլ ընդդիմադիր ուժերի մասին կամ ընդդիմադիր քաղաքական դաշտում հայտնի ակտիվ գործիչների մասին կամ անձանց մասին։ Ուզում հասկանամ, քեզ դրանից ինչ շահ ես քաղելու, որ վաղը բռնեն ձեզ էլ այտենց գետնի շպրտեն ու տանեն։ Թե տենց հերթով են մյուսին կտանեն, են մյուսին կտանեն, ինչ չեն տանի, են մեկին կտանեն, ինչ չեն տանի, էդ է գործում, չէ, հետո բոլորի դռները գալու են տանեն։ Ու ես շատ ծանր եմ տանում այդ կադրերը, ես նախապես եմ, որ ես անցած տարի այս թեմայով արդեն լացել եմ, դրա համար հիմա ես դժվար է լացել, բայց ես 2 օրը սքի մեջ եմ։ Ամեն ընդդիմադիր առաջնորդի, երբ որ գետնին են նետում, բերման են ենթարկում, ընտանիքների անդամներին են թիրախավորում, երբ որ իրանց բիզնեսների հետևից են գնում, երբ որ կեղծ ինչ-որ շինծու կարում են գործում են գործեր մարդկանց վրա, ովքեր անկեղծ սրտով, ես վաճառովիների մասին առհասարակ ոչ մտածում եմ, ոչ էլ դրանց հետ որևէ ասոցիացիա ունեմ, բայց անկեղծ պայքարող մարդկանց, երբ որ բռնում տանում են, սուտի մուտի բաներ են իրանց վրա գրում եւ այլն, հասկացեք, դա մեզ են անում, հասկանում եք, այդ ձեր անձի մասին չի, մեր ապրումները, իմ ապրումները կոնկրետ իմ անունից ասեմ, ոչ թե այդ անձի մասին է, ոչ թե ես փորձում եմ ինչ-որ տենց այդ թայֆաբազ մտածելակերպա, որ տենց այն որ տեղներից թռնում են ցույց տա, ես առաջինը սքացի այս ինչի կորստի մասին են ինչի, նո, մենք միասնական, մենք մեկ ժողովուրդ ենք, դուք որպես ընդդիմություն ձեզ ձայն տվածների ներկայացուցիչն եք, այո, դուք մեր զենքն եք։ Բայց մենք էլ ձեր պարկուճն ենք հասկանում եք, առանց մեզ դուք դատարկ եք արա, ձեր կրակոցը ոչ մի բան չի նշանակում, անգամ եթե տենց ուժ ունես, ձեռք ունես, կարող ես նույնիսկ այդպես սեղմել ինչ-որ մի բան, չէ, ձգանը, կարող ես քաշել, կարող ես ինչ-որ թիրախավորել եւ այլն, բայց ժողովրդին ձեզ դնեք ինչ-որ տենց գեր կատարելագործված դիրիժորի տեղ, որ ժողովրդի վրա գոռալով գցեք մի անկյուն, դուք իբրև թե ձենդ կտրի, մենք ենք որոշում մանդատը վերցնենք, իսկ մենք դա կվերցնենք ու գնանք կպայքարենք եւ ազգային ժողովում կպայքարենք, ոնց ես դու ազգային ժողովում պայքարում։ Դիկտատորի հետ լեզվակռիվ ես մտնելու, ոնց ես դու պայքարում։ Ես տեսնում եմ այդ պայքարը տեղի ունեցավ Մոլդովայում այնտեղ ընտրություններից հետո նույն ձևով բոլորին ասֆալտին փռելով բերմանի ենթարկելով սահմանադրական դատարանը կատարելապես ոչնչացնելով։ Հիմա Մոլդովան այնպիսի կետում է, որտեղ այն միաձուլվում է Ռումինիայի կազմի մեջ։ Եվ 2 օր առաջ նրանց վարչապետը ըստ այդմ հրաժարական է տվել, որովհետև իմաստ չունի այլևս ինքը պաշտոնավարի, այսինքն մի օր մենք էլ արթնանանք, տեսնենք Հայաստանը դարձել է Թուրքիա, կրոնն էլ փոխվել է, վերջին բանը որ մնացել է, դա ինչ որ տենց եկեղեցիների վրայի խաչերն են, որը սովորույթի համաձայն թուրքը կգա ու կկտրի։ Ու բոլորդ կսկսեք արդեն նամազ կարդալ։ Եթե ողջ մնաք։ Եթե ընդունեք հավատափոխ լինել, այսինքն այս հավատափոխի պահը, այս Վովանի Լեքսուսի տեսանյութում ինձ հիշեցրեց ոչ միայն 15-ից 23 թվականը, այդպես եղել է նաև 30-ականներին Թուրքիայում, եղել է 50-ականներին Թուրքիայում, եղել է 80-ականներին պոգրոմների ժամանակ, ամեն անգամ երբ որ Թուրքիայում իշխանափոխության զուգահեռ պոգրոմներ են սկսում, պարտադիր դա քրիստոնյաների տների դեմ է, պարտադիր քրիստոնյաների դռները թակելիս ասում են. հավատդ փոխի, ես քեզ կթողնեմ ողջ մնաս, ես քեզ կթողնեմ այստեղ մնաս։ Իսկ իրենց անձնագրերում Թուրքիայի միջ հիմա հատուկ կատեգորիա կա հենց նրանց մասին, ովքեր հավատափոխ եղած են, հատուկ տարով նշվում է,
որ երբ որ դրանք բանակում են ծառայում, պետական պաշտոնի են եւ այլն, այդ տառով հասկանամ, որ իր տատը, պապը, ընտանեկան ծագումը, ազգային պատկանելությունը ինչ որ քրիստոնյա ժողովուրդ է, հիմնականում հայ եւ հույն։ Եվ մինչև հիմա խտրականություն կա։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ հավատափոխության, այդ մուսուլման եղբայրների գաղափարախոսության տենդացավը Ալջոլանի խմբավորումների միջոցով Թուրքիան պարտադրորեն տարածում է Սիրիայում։ Այնտեղ չպետք է լինի արաբախոս մահմեդականություն, ինքը իր գործը դեռ նոր է սկսել։ Այնտեղ պետք է լինի թուրքական մտածելակերպ։ Եվ այդ թուրքական մտածելակերպն են մեզ բերում։ Մենք իրոք արթնանալու եք, տեսնեք, ժողովուրդ ջան, Թուրքիայում եք արթնացել, հասկանում եք ուր է սատանում։ Դուք եք սրա հետ գնացել ընտրությունների, դուք եք ասել ես ընտրություններով սրան կհանեմ, դուք եք նախընտրականի ժամանակ ասել իմ հետ հաղթանակից բացի ուրիշ ոչ մի սցենարի մասին մի խոսեք, ինձ ուրիշ պլանների մասին ոչինչ մի ասեք, ես գիտեմ ինչ եմ անում, ինձ ոչինչ մի ասեք, կամ ինչ որ մեկեր էմոցիաներով են խոսում, բա ես այդ կադրերը տեսնեմ, դուք օրինակ Ծառուկյանի հետ կատարվող այդ կադրերը տեսնում եք, դուք էմոցիա չունեք։ Իմ ամենաառաջին էմոցիան նախ եւ առաջ դա ոչ թե զայրույթն է կամ անզորությունը, ես ամոթ եմ զգում, իսպանական ամոթ է ամեն անգամ երբ որ տեսնում եմ սա, նման կադրեր տեսնում եմ, իմ մոտ իսպանական ամոթ է, որովհետեւ տուբը այդ կրիմինալոգիայի մեջ կա վիկտիմալոգիա, չէ, այսինքն զոհագիտություն, որ ուսումնասիրում են կրիմինալիստները, զոհի հոգեբանությունը որոշակի հանցագործությունների ժամանակ, որպեսզի ուղեցույց գրեն Ինչպես խորհրդատվություն կատարեն լայն հանրությանը, որպեսզի նման հանցանքի իրենց դեմ կատարվելու դեպքում իմանան ինչպես խոսել հանցագործի հետ, ինչ ասել հանցագործին, հասկանալ հանցագործի հոգեբանությունը, մոտիվացիան, որպեսզի իրենք այդ հանցանքից չտուժեն, դրա զոհ չդառնան։ Ամենացայտուն օրինակը բռնաբարության դեպքերն են, երբ որ դրանք ուսումնասիրելով կանանց խորհրդատվություն են կատարում Քո դեմ ոտնձգության դեպքում ինչ խոսես, ինչ ասես, որպեսզի սարսափելի գործողություններ քո դեմ չկատարվեն։ Ձեզ ես որ նայում եմ ձեր ընդդիմությանը 8 տարի, դուք վիկտիմալոգիա չունեք, դուք կրիմինալիստներ չունեք, դուք ձեզ հաճելի է բռնաբարվելը, չեմ հասկանում։ Ու քանի որ դուք մեր ձայնն եք ստացել, մենք էլ ձայներս կտրենք, մենք էլ թուլանանք հաճույք ստանանք, չեմ հասկանում։ Դուք ձեր քայլերը ուղղելու շտկելու ձեր արտահայտությունները, հայտարարությունները ձեր կոպտագույն սխալների հետևանքով, երբ որ տեղի են ունենում կոնկրետ իրադարձություններ գետնի վրա, ձեր խոսքը ներողությունով սկսելու փոխարեն, դուք ինչ-որ վճարովի քաձերի ու քաձիկների թույլ եք տալիս կիսագրագետ ամբողջ կյանք սրա նրա տակ պարկելով ժուռնաշլուխ դառած, մինչև հիմա ինչ-որ մեկի սիրած ու սիրուհի կարգավիճակում, որ դրանք խոսքի ինպես քաղաքացիներին ինչ-որ բան ասեն, Թքեմ ես ձեր ֆանարիկ վիճակին, արա, դու իմ երկրից ֆանարիկ շոու սարքես, մի հատ էլ ֆրազ մունատ գաս, թե բա ես չեմ հասկանում, քո վեհ գաղափարը դու ինչ ես մանդատը վերցնում գնաս ազգային ժողով, որովհետև քեզ անկյունն է մցրել ու տփում է, դրա համար դու ուրիշ ելք չունես, դու չունես ուրիշ ելք։ Ես եմ քո ելքը, ժողովուրդն է քո ելքը, ով պետք է դուրս գա փողոց փակի, բայց դուք այնքան եք սենց կեղտոտել ամեն ինչ։ Ու ինքներդ առավոտից իրիկուն ձեր բերաններով, հենց դուք ինքներդ կամ ձերդ վճարովի արբանյակները, վաղ մյուսօր նաև այդ ձեր մանդատակիրները, Ռիմիկվանից են հոխորտում էր վրա, դուրս է գալիս ամեն օր, քվրտում եք այն ժողովրդին, ով ձեր միակ ելքն է այս իրավիճակից, որովհետև մենք ոտքի կանգնելու ենք, ժողովուրդը փողոցը դինելու է այս վիճակը, որ տարածվում է, ու արդեն որ Ռուսաստանն է օգնում, չէ՞, Լեքսուսը Վովանը մեզ բան են հասկացնում։ Այսօր Իրանի դեսպանը Հայաստանում խոսեց Փառք Աստծո նաև Գագիկ Ծառուկյանի մասին, խոսեց շատ կիրթ, շատ չափված ձևված եւ այլն։ Բոլորը փորձում են ձեզ օգնել, ինչ որ շատ տարօրինակ, այսինքն կրիմինոլոգները ձեզ գալիս են որպես դուք զոհեր, զոհագիտության բաց դասընթացներ են ձեր հետ անցկացնում։ Ես կարող եմ այսպես սատարել, ես կարող եմ այնպես, չէ, թող ես պետքա Դավաճանի հետ գնամ ընտրություն, ես պետք է Դավաճանի հետ մտնեմ ազգային ժողով։ Ու հպարտանամ, որքան քաղբանտարկյալներ են առաջացել իմ համագործակցության հետևանքով, իսկ դա համագործակցություն է։ Ես չեմ պատկերացնում կարմիր գրքում գտնվող կենդանատեսակին
մորթ լինի ու այդ երկրում ընդդիմությունը ժողովուրդ չհավաքի։ Ես չեմ հասկանում առաջադեմ եվրոպական հասարակություն, որ կենթանասերների այսպես խմբերում է հավաքվում սոցիալական հարթակներում ու նման վայրագ գործողություն կատարվի կենթանու հանդեպ ու ամենատապին անգամ, որ այստեղ տապ է, օրինակ նույն Հունաստանում եւ այլն, մարդիկ դուրս չգան եւ չպահանջեն համապատասխան գործողություններ, համապատասխան պաշտոնյաների առնվազն պաշտոնից հեռացում։ Պետք է բանտարկվի այն անձը, ով այնպես է թմրացրել առյուծին, որ այդ առյուծը սատկել է։ Սպանել են այդ մարդուն սպանել են, իմ համար դա մարդ է։ Բայց Երևանյան Պրադվինուտի վիճակները, մենք եւ կենթանիները ինչ որ տենց խմբի ադմին է, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, առյուծը մեղք էր։ Այդպիսի խոսույթով տեղ են ունեցել բոլոր ցեղասպանությունները, հատկապես 20-րդ դարին է։ Այդպես հայերի ցեղասպանության մասին արտահայտվել է Հիտլերը, ում նախորդող իշխանությունները առաջին համաշխարհայինի ժամանակ փորձարկում արեցին հայերի վրա, որովհետեւ հետո շարունակեն այսպես կազմակերպված գնացքներով, տարատեսակ հետաքրքիր դեպորտացիայի մասին գեղեցիկ խոսույթներով տարան ու կոտորեցին հայ ազգին, որ 1.5 միլիոն չէր միայն, շատ էին։ Դե ու մինչև հիմա չեն քաղաքականացնում այդ ցեղասպանությունը չճանաչելով եւ տուժողի իրավունքները չվերականգնելով։ Ես զարմանում եմ ձեր վրա, ու սրանք այն տեսակն են, որ դեպի Եվրոպա են գալիս, հեսա Եվրոմիություն են մտել, իրանց ծիրանը պրյամ ես ելնում եմ բանը, փողոցով գնում եմ իմ Հունաստանում գնում եմ մրգեր բանջարեղենների լավկաներից գնումներ կատարելիս, իմ վրա են ցատկում այնտեղից Հայաստանից բերված մրգերը։ Ուշքները գնում են հույները, երբ Հայաստանից իրանը մտնելու Հունաստան ուտենք։ Դուք տենց եք Եվրոպան պատկերացնում եք գեղցի անասուններ։ Դուք են հղի աղջկա համար նույնիսկ չկարողացաք կես հատ փողոց փակեք, որ դուք, որ 2018-ին փողոց եք փակել ու այս թավիշն եք բերել մեր գլխին։ Այս հակասությունները ես որ զգում եմ, ոնց որ ես իմ իմացած Հայաստանը, իմ իմացած Երևանը, ոնց որ ասում եմ, այս ինչա դարձել, այս ում հետ մենք գործ ունենք։ Ու բոլորդ ասում եք դու քրիստոնյա եք, քրիստոնյայի առաջին պատվիրանն է՝ մի վախեցիր։ Մի վախեցիր, ամեն հավատքդ, ամեն ինչը դիր Աստծո ձեռքի մեջ, մի վախեցիր գնա առաջ։ Ու դուք սենց վախկոտաբարի բերենք դեք, տոհամիզնից ավել քրիստոնյա, Հիսուսից ավել քրիստոնյա եք դուք, եվրոպացուց ավելի եվրոպացի եք, կենթանասերներից ավելի կենթանասեր եք, ուկրաինացուց ավել Ռուսաստան ատող եք։ Տո ես ձեր տիրում մաման երբեք է սաղ թարգելու, մի քիչ փորձեք կես կաթիլ ավել Հայաստանը սիրեք, հանուն Հայաստանի։ Որ կարողանաք սեր տածել ձեր հայրենակիցների հանդեպ, մենք ժողովրդով միասին, մանդատակիրներ ջան, ձեր հետ միասին, աղբեր ջան, մենք փողոցը փակենք, դուք էլ ներսից այդ անասունին փակեք, այս թեման փակեք, բրծնի հետախ, եկա սարքել էսի մի հատ, եսի միջ Գորդյան հանգույց, իտո Գորդյան հանգույցը թերով խփում ես, կտրում ես, հարցը փակվում է թումա։ Հիմա մի փոքր էլ խոսեմ գեոքաղաքական իրադարձության մասին, Իրանում տեղի ունեցած դեպքերի մասին երեք, որպեսզի ես տեսնում եմ ինչ որ զարգացումներ կլինեն եւ այս շաբաթ օրը ստիպված եմ լինելու այս ամենին անդրադառնալ, բայց ավելորդով դրա համար հիմա մի փոքրիկ այսպես հետաքրքիր բացահայտումներ ներկայացնեմ։ Երեք ուրեմն քանի օր է Իրանում եւ այսօր նաեւ արդեն Իրաքի շիիտական սրբավայրերում տեղի են ունենում Խամենեի եւ նրա ընտանիքի անդամների հանդիսավոր հուղարկավորության արարողությունները, որովհետեւ Խամենեյը Հռոմի պապի կարգավիճակի հոգևոր խորհրդանիշ է ոչ միայն շիաների համար, այլև սունիների, եթե տարածաշրջանում եղած լինեք, գիտեք նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, այլ հավատ կրողների համար, եւ նա շատ մեծ այսպես ճանաչողություն ունի, եւ ես ուշադիր հետեւում եմ իսրայելյան հեռուստաալիքներում, ամերիկյան վերլուծական կենտրոններում, ինչպես են անդրադառնում այդ հուղարկավորության արարողությանը, որովհետեւ այնտեղ երևաց ամբողջ Իրանի սերը իրենց առաջնորդի հանդեպ, երեք գիշեր նրա աճյունը ինքնաթիռով տեղափոխվեց Իրաք եւ հետարքի իրադարձություններ եղան 4 նավեր այլ երկրների դրոշների տակ գնացող հատկապես երկուսը հետաքրքիր են Կաթար եւ Սաուդյան Արաբիա փորձել են Հորմուզով անցում կատարել այնպիսի երթուղով, որը համաձայնեցված չի հուշագրով, իսկ ըստ հուշագրի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև որ ներկայիս իբրև թե զինադադարոտ իրավիճակներ ապահովում, ըստ այդմ պետք է
կոնկրետ երթուղով լինի, կոնկրետ կանոնակարգով դիմում պետք է լինի Հեղափոխության պահապանների կորպուսին, նրանք պետք է սահմանումը տան, երթուղին նախանշեն, նավը այդ երթուղով անցնի։ Նրանք խախտում են երթուղին, ինչը ավտոմատ կերպով հանգեցնում է իրանական կողմից պատասխանի նախազգուշականը չլսելու դեպքում ուղղակի հարված է հասցվում տվյալ նավին։ Հարվածը հասցվել է 4 նավերի, դա տեղի էր ունենում 3 ամբողջ օրվա ընթացքում, մինչև եկավ հասավ կեսգիշեր, Իսրայելի եւ ԱՄՆ-ի սիրած ամենը այսպես էկզոտիկ ժամը ռազմական գործողություններ սկսելու։ Շատ ակտիվ կերպով մինչ այդ գնում էր Տրամպի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքերը, Նետանյահուն ամերիկյան մի քանի հեռուստաալիքի տալիս էր հարցազրույցներ, որտեղ ասվում էր, որ Իրանի թեման փակ չի, Իրանը իրեն այսպես պետք է պահի, ինչպես պետք է իրեն պահի Թուրքիան Իրանի դեպքում եւ այլն, եւ կեսգիշերին ԱՄՆ սկսում է որոշակի հարցակում քեշմ սիրիկ ուղություններով, հատկապես կետեր, որտեղ նրանք ասում են իբրև թե այդտեղ հոբ համակարգեր են, դրանք պետք է վերացվեն եւ այլն, բայց նաեւ քաղաքացիական այսպես օբյեկտների են խփել, ենթակառուցվածքների են խփել եւ այս ամբողջ ճակերտավոր զինադատարի ընթացքում ամենահուշկու հարվածների գիշերն էր 3, ինչպես նաեւ 3 գիշեր Իսրայելը հարված է հասցրել կրկին անգամ Լիբանանի հարավին կրկին մասշտաբային եւ արդեն ամբողջ գիշեր ամերիկյան Ցենտկոմը հայտարարում էր, որ այս պատժամիջոցները, այս հարվածները իրենք պատժում են Իրանին, իրենց նպատակը ոչ թե հավասարակշիռ պատասխան տալն է այդ 4 նավերի հետ կատարվածին, այլ ուղղակի պատժելն է, նրանք չեն դադարելու, դրանք շարունակական լինելու այդ հարվածները։ Իրանական կողմից եղան դրոնային եւ մի քանի հրթիռային հարձակումներ, բավականին ցածր տոնայնության դեռևս, բայց արդեն ունեցանք այսօր տեսանյութ Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, ինչպես որ պատերազմի օրերին ներկայացում էր ինչպիսի հրթիռներ, ինչ ուղղությամբ են ուղարկվել, ինչ վնասներ են հասցվել հիմնականում Քուվեյթում, Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների, որոնք օգտագործվել են այդ հարվածները հասցնելու համար, եւ ապա մենք ունեցանք արդեն Տրամպի բավականին վայրագ հայտարարություններ, բավականին Իրանի ժողովրդի, Իրանի ղեկավարության դեմ ուղղված ուղղակի վիրավորական բնույթի, միջազգային դիվանագիտական փորձում նախադեպը իսկապես չունեցող, նրանք աղբ են, նրանք ոչնչություններ են, նրանք դուրսպրծուկներ են, գիտեք Նիկոլը ոնց է խոսում, առհասարակ այդ Նետանյահուին նաև իշխանության պահող կլանի բոլոր Զիլենսկի, Շմիլենսկի այդ բոլորը նման խոսելաձև ունեն։ Դրան զուգահեռ Տրամպի հետ խոսույթում, Էրդողանի հետ խոսույթում Տրամպը ասաց, որ սանկցիաները, իսկ դրանք պաշտպանության ոլորտին վերաբերող սանկցիաներ են հեռացնելու է։ Այսօր արդեն Մարկ Ռյուտեն հաստատեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որ ճիշտ է անում Տրամպը, ինչ անում է, Իրանի դեմ հարվածներն էլ է ճիշտ անում, այն որ եվրոպական երկրների բյուջեն ռազմականացվում է, դա էլ է ճիշտ անում, այն որ եվրոպական երկրները գնալով ռազմական մեծ պատվերներ են դնում ԱՄՆ-ի հետ, դա էլ է ճիշտ անում, ամեն ինչ ճիշտ է անում եւ այլն, եւ այդ ճիշտ անելու շրջանակներում Թուրքիան տրամադրվելու են F-35 ինքնաթիռներ, որոնց մասին Նետանյահուն առանձնահատուկ իր հարցազրույցում նախորեն նշել էր, որ դա կփոխի բալանսը, ուժերի բալանսը Մերձավոր Արևելքում։ Ես շատ եմ խնդրում իմ վերջին 2 տված հարցազրույցները դիտել այս առումով, որովհետև այս երկուսը նույն ձևով են մրցում մեկը մյուսի հետ տարածաշրջանում, որպես գլխավոր տարածաշրջանի ակտորի կոչում ստացողներ, եւ ըստ այդմ Տրամպը փորձում է նրանց միջև ինչ-որ մրցակցություն պահելով ցույց տալ, որ ես եմ այստեղ տերը եւ այլն, ինչի շրջանակներում եւ ես մեկնաբանել եմ Նետանյահուի կողմից իբրև թե հայոց ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ որն է նպատակը, որ Տրամպը եւ Նետանյահուն որոշակի սպասումներ են ունեցել 40-օրյա պատերազմի ժամանակ, որ նա Էրդողանը Թուրքիան որոշակի գործողություններ պետք է ապահովի Իրանի դեմ եւ դժգոհ են մնացել։ Տրամպը շատ գոված Թուրքիային, շատ գոված անձամբ Էրդողանին, գոված թուրքական բանակին, գոված որ Էրդողանը ինչպես է ապահովում իր կապ Ալ-Ջոլանիի հետ։ Այսօր նաեւ Ալ-Ջոլանիի հետ է հանդիպում ունեցել Տրամպը, Ալ-Ջոլանին ուղղակիորեն գովել է։ Ես դրանք անպայման կտեղադրեմ Տելեգրամում, շատ կարեւոր է կարդալ նրանց այդ հայտարարությունները։
Եվ նշում է, որ Տրամպը նշում է, որ Էրդողանը ինքը չի սիրում Իրանին, որովհետև իրեն մտահոգիչ է Իրանի միջուկային ծրագրի գաղափարը, որ Տրամպի շնորհքն էր, որ Էրդողանը պատերազմի ժամանակ Իրանի կողմը չբռնեց, եւ Տրամպը դրա համար շատ շնորհակալ է, բայց ավելին էլ կարող էր անել Թուրքիան, եւ նման բաներ Տրամպը լսում ենք, ասում է, ես նման բաներ խոսքեր լսում եմ, օրինակ ասում է հետաքրքիր է Տրամպի եւ Թուրքիայի եւ Իսրայելի միջև կապը եւ ահա ես սա կանեմ, ես նա կանեմ եւ այդ շրջանակներում արդեն առավոտյան Հեքսեթը, որը Տրամպի հետ Թուրքիա էր ժամանել ամերիկյան պատվիրակության կազմի մեջ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, նա գնացել է արդեն Իսրայելում հանդիպելու է Իսրայելի պատերազմի նախարար Իսրայել Կացի հետ եւ Բենյամին Նետանյահուի հետ, որտեղ հատկապես պետք է խոսի F-35 ինքնաթիռների մասին։ Հիմնական նպատակը ոչ թե Նետանյահուի, որ ինքը տենց հրաժարվում է, որ բալանսը կորում է եւ այլն, այլ եթե Թուրքիան ստանալու է պաշտպանական ոլորտի սանկցիաների չեղարկում, ապա նրա այդ process-ից ստացած օգուտը պետք է օգտագործվի Իսրայելի, իսկ Իսրայելի առաջին հերթին տարածաշրջանում նշանակում է գործողություն ընդդեմ Իրանի։ Այսինքն Թուրքիան չի կարողանալու այլևս հրաժարվել Իրանի դեմ որոշակի քայլեր անելու գաղափարից, նաև պաշտպանության ընդլայնված պակտ է հաստատել Մեծ Բրիտանիայի հետ, այսօր արդեն Էրդողանը եւ Կիր Ստարմերը համապատասխան փաստաթղթերի փաթեթը ստորագրեցին, նաև շատ մեծ պատվիրակություն ԱՄՆ-ից եկել է տեխնիկական խմբի մակարդակով աշխատելու Էրդողանի կառավարության կազմի հետ, որպեսզի Ռուսաստանի դեմ Թուրքիայի սանկցիաները գործարկվեն արդեն այլ մակարդակով, եւ այդ նույն հանդիպման ժամանակ Տրամպը Էրդողանի հետ լրագրողներից մեկը հարց տվեց, եթե ռուսական հոբ համակարգ S-400-ների արկայությունը Թուրքիայում այլևս խնդիր չէ Տրամպի համար, եւ Տրամպը ասաց, որ ոչ դա ամենևին խնդիր չէ։ Եվ այս բոլորը միասին դնելով, նաև դնելով արդեն Տրամպի այդ վիրավորանքները Իրանի հանդեպ, ինչպես նաև շատ, այսպես ես դրել եմ դա արդեն Տելեգրամում իր հայտարարությունը երկար բարակ, որտեղ հպարտանում է, ասում է, որ մենք անցյալ գիշեր լուրջ հարվածներ ենք հասցրել Իրանին, այս գիշեր, որ հիմա այս գիշերը կլինի, հասցնելու ենք դեռ ավելի հուժկու հարվածներ եւ տանում են էսկալացիայի, դրա հետ միասին անընդհատ արդեն վերլուծաբանական ոլորտում ներկայացվում են վերլուծություններ, ըստ որի արդեն իսկ 60,000 զորք տեղում պատրաստ է եւ զինատեսակներ պատրաստ են ցամաքային հարձակման համար, ըստ այդ առաջնային հարձակման արդյունքների արդեն կանխորոշվի հետագա ավելի մասշտաբային ցամաքային հարձակումը։ Ընդհանուր Իրանի տարածքում ինչ որ ցամաքային հարձակման օպերացիաներ կատարել եւ ինչ որ արդյունք արձանագրել, առնվազն պետք է 1 միլիոնանոց բանակ, որովհետեւ դա հսկայական երկիր է, հսկայական այսպես կառույցներով եւ այլն։ Եվ ներկայումս խոսքը գնում է Խարկ կղզին գրավելու գործողությունների մասին, այդպիսի փորձի մասին, որ 60,000-ով կարող է անել, դա պետք է նաև զուգակցել ներքաղաքական ապակայունացման Իրանի ներսում, որտեղ որ անհրաժեշտ է լինելու Թուրքիայի որոշակի գործոնի ազդեցությունը, որպեսզի նրանք չխոչընդոտեն որոշակի քրդական խմբավորումների ներթափանցում, ինչպես նաև Իրանի տարածքի ներսում գործող էթնիկ ազերների խմբերի գործարկում, որոնք այո, Թուրքիայի հրահանգով կարող են որոշակի գործողություններ կատարել, այսինքն փորձում են աստիճանաբար թուլացնելով Իրանին, ինչպես որ միշտ է եղել Իրանը երկրի ներսից, նաև Խարկ կղզին գրավելով, ինչ որ հատվածներ իրենց տնօրինության տակ վերցնելով, այդպիսով ուզում են կասեցնել ներկայիս հուշագիրը, ինչպես որ կա Իրանի հետ ստորագրված, այդ հուշագիրը ուզում են առհասարակ պաղեցնեն, ոչնչացնեն, դրա մասին էր խոսում Նետանյահուն իր հարցազրույցում ամերիկյան հեռուստաալիքներին, եւ այդ փաստացի ռազմական գործողությունները գետնի վրա եթե տեղի ունենան, ապա Նետանյահուն կստանա իր ուզեցած այդ արդյունքը եւ դա գոնե այս կարճաժամկետ տիրույթում կօգտագործվի Իրանի դեմ որպես բանակցային առավելություն ԱՄՆ-ի դիրքերը ամրապնդելու համար, բայց դա չի նշանակում, որ Իրանը անգամ եթե զիջում արեց եւ իրենք համաձայնության եկան ավելի հետ գնացող քայլերով, ապա ԱՄՆ կհարգի այդ քայլերը, ոչ,
իրենք ցանկանում են անկյուն մտցնեն Իրանին, այն կետերը, որոնք նշում էր Նետանյահուն, նույնն են մնացել վերջին 10 տարիների ընթացքում, թիրախավորել Իրանի միջուկային ծրագիրը, թիրախավորել նրանց հրթիռային ծրագիրը, թիրախավորել բոլոր ռազմական պրոքսիները տարածաշրջանում, որոնք իրենք անպայման անվանում են պրո-իրանական, իբրև թե Իրանից գումար ստացող եւ այլն, իսկ դա իրականում ենթատեքստ է, որպեսզի հարձակման ենթակա դառնան նաեւ Սիրիան, Իրաքը, Լիբանանը, հատկապես առաջնայինորեն, եւ դրա համար էլ Տրամպի այս մտքերին հնչած պատասխանը Իրանից եկավ Մոջտաբա Խամենեի խորհրդական վելայաթից, ով ասաց, որ ցանկացած արկածախնդրություն Իրանի տարածքի դեմ, որ կկատարվի, նկատի ունի այսօր, վաղը, մյուս օրը, կստանա համապատասխան ռեակցիա Իրանից եւ այն կլինի իր բնույթով ռեգիոնալ կոնֆլիկտ, այսինքն կրկին անգամ տալիս է պարամետրեր, որ ինչպես որ 40 օրյա ժամանակ, եթե հարձակվեք իմ վրա հիմա այսպես, պատասխան են ստանալու ոչ միայն այն կետերը, որտեղից եկավ այս հարվածը, այլ բոլոր այն կետերը, որտեղ ընդհանուր ինչ որ ցանց է գործում, որտեղից պետք է ապահովի Իրանի դեմ գործողությունների էսկալացիան, եւ դա կընդգրկի ամբողջ ռեգիոնը։ Իրանի տարբեր պաշտոնյաներ արտգործնախարարության մակարդակով, զինված ուժերի մակարդակով, հեղափոխության պահապանների կորպուսի մակարդակով, անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով նշել են հատկապես Պարսից արաբական երկրներին, հուշել են զերծ մնալ որևէ կերպ այս երկրների հետ ներգրավվելուց։ Բայց կրկնում եմ, այն նավերը, ովքեր 3 գիշեր 3 օրվա ընթացքում գնացին այլ երթուղով, քան Իրանի իշխանություններն էին իրենց թույլատրել, ինչը որ սահմանված էր հուշագրով, Քաթարից եւ Սաուդյան Արաբիայից էին։ Սաուդյան Արաբիան եւ Էմիրատները հստակ քայլեր են կատարում, նաեւ Հյուսիսային Աֆրիկայում, որոնք պետք է ապահովեն Իրանի դեմ լայնածավալ մասշտաբային հարձակման որոշակի լոգիստիկ հանգույցներ։ Այնպես որ կրկին տարածաշրջանը սկսում է եռալ, գագաթաժողովը ՆԱՏՕ-ի կավարտվի, դվորից հետո կակտիվանա Թուրքիան, նաև թե միևնույն ժամանակ թե Ռուսաստանի եւ թե Իրանի դեմ գործողություններում մենք կտեսնենք, որովհետեւ մենք պետք է նաև տեսնենք ինչպիսի պատասխան կլինի, ինչպիսի արձագանք կլինի այս ամենին, հատկապես Չինաստանից, որովհետեւ Չինաստանի մասին հուշումներ շատ կային Տրամպի խոսքում եւ Ռուսաստանի, մենք կտեսնենք ինչ ենք անում, բայց մինչ այդ ես շատ եմ խնդրում անդիմություն, որ դուք մանդատ եք վերցնելու եւ նստեք, ասած արաբների ահլավա սահլան, վերցրեք այդ մանդատը նստեք, դուք մարդկանց ժողովրդին ասելու տեղ չունեք, քաղաքական տգիտության ուղղակի մարմնավորում է, երբ որ դուք մեղադրում եք ժողովրդին, կամ փորձում եք ձեր մեղքը բարթել ուրիշների վրա, ձեր սխալների մեղքը, ասենք եթե դու մանդատ ես վերցնում, ակազվեցի ես եմ մեղավոր, որ քեզ կոկոլը անկյունը խցկել, այդ դու չէր ֆանարիկ անում 5 տարի, ֆանարիկ ես արել 5 տարի, դրա իտոգը, գնալու ես էլի վերցնես մանդատ, ու հայր բոքսի տանձիկ ես աշխատելու։ Կապ չունի դու 15-ատ ինչ որ մեկի սիրած ժուրնալ շլուխի տակ մամլո միջոց կդնես, որ կհելնեն էշեշ կխոսեն, բա ինչ եք ասում ֆանարիկ, ինչ եք ասում բոքսի տանձիկ, ու ֆանարիկը ու բոքսի տանձիկը։ Իսկ դու քանի որ լրագրողության հետ կապ չունես, դու չես կարողանում փաստերը քո սիրածի իլյուզիաներից տարանջատես։ Ըստ այդմ էլ ձեր այդ կտրի վերընկի տեղդ, որովհետև ես հայրենիք չունեմ թուրքին տալու։ Իսկ դու այդ կուտոկակ, չոտ կնանիքա ժուրնալ շլուխա խառանքա, մեն տղամարդ եք դուք սերով։ Դուք իտակ ժողովրդի կողմից չեք դիտարկվում որպես փողոց փակող, պայքարող, ինչ որ սենց, իրեն գիտեմ, որ դուք պաստիլկա եք, սաղ գիտեմ, որ դուք պաստիլկա եք, ձեր շեֆը ով ձեզ ասել են այդպես էշություններ գրեք, գիտեմ, որ դուք պաստիլկա եք։ Այդ պաստիլկեքը թող իրանց այդպես հեղափոխական ինչ որ սենց, էլի, այդպես հեղափոխականը պաստիլկա չի լինում, հեղափոխական էս նրանով է հեղափոխական կոչում, որտեղ մնաց այս պաստիլկեքին չի միանում։ Սո ամեն մեկը ձեր տեղը իմացեք։ Իմ ընդդիմադիր ուժի առաջնորդներից մեկին բռնես բանը գետնի վրա փռան եւ այլն, ու ձեր վերջին դարձը լինի, հելեք ինչ եք սրանց ասում ֆանարիկ են, բայց որտեվ ինքը դե ֆանարիկություն չաներ, ես այդ կադրերը չէի տեսնի, աշկերս ցավար սաղ գիշեր։ Ուղղակի ցավար սաղ գիշեր։
Հելեմ գրեմ 20 կիլոմետր վազեմ, որ այդ ամեն ինչը պիրերը բանան եմ, էլի, սենց ինչ-որ առողջությանս չկպնի այդ ամեն ինչը։ Իե։ Ամեն մեկը ձեր տեղի իմացեք, արա, ու հասանց եմ խոսալու, ում էլ էմոցիաս դուր չի գալի, դիմում տվեք, ազատվեք այդ մանդատը մի վերցրեք։ Կամ որտեղ այդ մանդատը վերցնելով դուք ձեզ ժերտվա եք տալի, մի քիչ դիմացի, այդ փողոցը ըլնելու է, ու Աստված չանի դու այդ մանդատը իշա փողոցի չօգտագործես, կողխելու է ժողովուրդը այդ մանդատը ձեր համապատասխան տեղը։ Դուք ժողովրդի առաջ եք հաշվետու, ոչ ձեր շեֆերի, ոչ ուրիշ երկրներից ձեզ ասիչների, թե դուք ինչ ասեք, գիշերը մարդ հանեք, թե չհանեք փողոց եւ այլն։ Առևտրականներին նայեք հələ։ Մարդեն դառեն գելեն մեյդան, հոդված գրել գիտեն։ Հիմի ասել էի։ Այսքանն է իմ ասածները, մերսի որ լսեցիք, շաբաթ օրը ուրբաթ կամ շաբաթ ես կանդրադառնամ, հələ տեսնենք այս գիշերը ինչա տեղի ունենում առհասարակ։ Պաչիկներ, հաջողություն։